Տիկին Ազարյան ընտրություններից առաջ ինչով էր պայմանավորված ձեր ուժի վստահությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու եւ արդյոք տեսանելի չէր, որ ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքի միջոցով հնարավոր է ստանան այնքան քվե, ինչքան ստացան։ Առաջին հարցադրումը, շնորհակալ եմ նախ հարցադրումների համար, նրանով էր պայմանավորված այդ վստահությունը, հենց նրանով, որ ամենօրյա ռեժիմով 30 օր գրեթե շուրջ, ընդ որում եթե հաշվի առնենք մեր ներկուսակցական քարոզարշավը գումարենք դրան, կարելի ասել 2 ամիս շարունակ մենք ընտրողների հետ գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, էլ չեմ ասում Երևան քաղաքի վարչական շրջաններում ունեցել ենք տետատետ հանդիպումներ եւ ամենակարևորը, որ այս հանդիպումները ուղեկցվել են ուղիղ եթերների տրամաբանության ներքո։ Մենք նաեւ հենց մեր նույն ընտրողին, մյուս ընտրողներին ցույց ենք տվել, թե X համայնքում ինչպիսի ընկալումներ, ինչպիսի վերաբերմունք եւ ինչպիսի ընդունելության է արժանանում հենց մեր ուժը եւ այդ բոլոր հանդիպումները բացառությամբ 1-2 իրավիճակների, որոնք երբ հետ հայացք ենք նետում, եւ ընդ որում նաեւ վերլուծում ենք բոլոր կտորները, դրվագները, հասկանում ենք, որ շատ դեպքերում ուղղորդված են եւ հենց սադրում էին այն անձինք, ովքեր ներգրաված էին որոշակի անախորժ իրադարձությունների կենտրոնում, ովքեր ներգրաված էին, ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, այո, այդ ազդակները ես ինքս դեռ ընտրությունների մեկնարկին, եւ քարոզարշավի ողջ ընթացքում ստացել եմ տասնյակից ավել, մոտ երևի 50 ահազանգ, դրանք եղել են ձայնագրությունների տեսքով, եղել են հասցեների տեսքով, երկրների, կոնկրետ, չգիտեմ, համայնքների տեսքով, հայ համայնքների, այսպես ասած, ներկայացուցիչների կողմից, ստացած ձայնագրություններ եւ նույնիսկ հեռախոսահամարներ, որոնցից տարբեր, քաղաքներում, մարզերում գտնվող, խոսքը նաև օտար երկրների մասին է, ստացել են ահազանգեր, հարցադրումներ պատրաստվում են, օրինակ, կար մի ձայնագրություն, հիշում եմ, որտեղ կինը զանգարելով ներկայացել էր X երկրի համայնքի ներկայացուցիչ եւ հարցադրումներ էր ուղղում, արդյոք ուզում են մասնակցել Հայաստանում առաջիկա ընտրություններին, գնալու են թե ոչ, եւ եթե չեն գնալու, ինչն է խոչընդոտ, այսպիսով կարիքի գնահատում իրականացնելով, ճշտում էին քաղաքացիներից ինչպես օգտակար լինեն իրենց, գուցե կացության խնդիր ունեն, տոմսի ձեռքբերման, խնդիր ունեն։ Ես այդ բոլոր կարելի ասել եւ ոչ միայն ես, իմ բոլոր գործընկերները, որոնք ստացել են նման ահազանգեր, բոլորը հասցեագրել ենք, բոլորը փոխանցել ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, տվել ենք ըստ լիազոր մարմինները զբաղվել են սրանով եւ այնինչ այսօր մենք արդեն ունենք այն 100 եւ ավել դրվագները, որոնք այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի դաշտում են եւ որոնք ընթացք են ստացել եւ մենք ունենք 100 եւ ավել, 500 եւ ավել, այսինքն քրեական գործերով, կարծեմ 700 շեմը հատում է արդեն եւ նաեւ ձերբակալված անձինք կան, մենք ունենք դեպքեր, ճիշտ նշեցի դեպ 3 տված իր, այսպես ասած, երկիծական հաղորդման շրջանակներում Սամվել Կարապետյանը, որ կան ամուսիններ նույնիսկ ձերբակալված, այսինքն կային ընտանիքներ, ովքեր ընտանիքներով են ներգրաված եղել սարատավոր, պրոցեսներին, երևույթների մեջ, Եթե ինձ հարց տակ, որքանով է էֆեկտիվ եղել պայքարը ընտրակաշառքների դեմ, բնականաբար այն, ինչ մենք հիմա ունենք, ինքս էլ շատ օբյեկտիվ եմ գնահատում, որ այո, գուցե եւ ունենք բացեր, պետք է ավելի շատ արագ արձագանքել, պրոակտիվ լինել, չի հաջողվել մեզ, բայց ունենք այնինչ ունենք, հետևություններ ենք անում եւ ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության վարչապետը, ապօրինի կերպով մանդատներ, գեներացրած ուժերը, պարզապես առնվազն հաջորդ ընտրություններին 31 թվականին չպիտի լինեն ազգային ժողովում եւ նույնիսկ հայտ չպիտի ներկայացնեն, իբնե, ի սկզբանե չպիտի հայտ ներկայացնեն, դառնալ պատգամավորներ, հավակնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին եւ ես, գիտեք, ողջամիտ կասկածներ ունեմ, որ Սամվել Կարապետյանին դեռ լուրը չի հասել, որ ընտրությունները ավարտվել են եւ նրանք չեն հաղթել, որովհետեւ երբ լսում եմ ես երեք իր երկիծական հաղորդումը, նա ասում էր
մենք հաղթելու ենք վստահաբար, սպասեք մի քանի օր, նույնիսկ ակնարկում էր, որ Նարեկ Կարապետյանը կարող է լինել վարչապետ։ Ես խորհուրդ կտայի իր մերձավորներին իրեն լուրը հայտնեին, իր դեպքում բոթը, որ ընտրությունները ավարտված են, կոնֆիգուրացիաները ըստ էության առաջիկայում պարզ կլինեն, դե բողոքարկել են նրանք նաև սահմանադրական դատարան, մի քանի ուժեր, 4 եւ ավել ուժեր, եթե չեմ սխալվում, եթե չեն միացել նրանց եւս այլ ուժեր, բողոքարկել են ընտրության արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հա, սահմանադրական մարմին է այն, նա տվել է իր դիրքորոշումը, որի հետ հաշտ չեն այս ուժերը եւ բողոքարկել են, տեսնենք ինչ կասի սահմանադրական դատարանը եւ ինչպիսի կոնֆիգուրացիաներ կունենանք, բայց կարծես թե Սամվել Կարապետյանը չի ընկալել ներկա իրականությունը։ Ես զուգահեռ պատասխանեցի երևի մի շարք այլ հարցերի։ Կարապետյանը հայտարարեց հետընտրական կոալիցիայի գնալու մասին, հանրահավաք են անելու, ՔՊ-ում մտահոգություններ չկան, ըստ նրա այդ հանրահավաքը եթե լինի մեկ անգամ է լինելու եւ ձեզ իշխանությունից զրկելու են։ Նախ Սամվել Կարապետյանը մեծ հաշվով նորություն չի ասել, բայց միևնույն ժամանակ հակասել է նախկինում իր ասած մտքերին, ինչու, որովհետև նա ասում էր, մենք կապ չունենք ոչ մի ընդդիմադիր ուժի հետ, մենք անկախ ոչ մեկից չկախված ուժ ենք, միայնակ ենք գործում եւ միանձնյա են մեր բոլոր որոշումները ընթացիկ, բայց երեք ասաց, որ մենք քննարկումների, բանակցությունների փուլում ենք եւ համախմբման կոչ արեց։ Իսկ սկզբանե իրենք համախմբված էին։ Իսկ սկզբանե նույնիսկ այն ուժեր, ովքեր չէին մասնակցում այս ընտրություններին, կուլիսներում իրենց ամբողջ ռեսուրսը ուղղել են այս ուժերին, մասնակցող ուժերին, եւ ոչ միայն ընդ որում Սամվել Կարապետյանին։ Իդեպ այս ֆոնին հարց է առաջանում, ինչ եղավ Սամվել Կարապետյանի Կիպրոսի եւ կարծեմ Ռուսաստանի Դաշնության, հա, որպես իբրև քաղաքացի իր հրաժարումը, հա, հրաժարումի գործընթացը ինչ փուլում է, այդ process-ը ստացվեց, չստացվեց, ոտք կախ է գցել, մինչև հասկանա, կարծում եմ, ի վերջո Նարեկ Կարապետյանը դառնում է, չգիտես թե ինչպես, հա, վարչապետ թե ոչ, բացի դա Սամվել Կարապետյանը շատ զավեշտալի եւ քաղաքական, կներեք, սա գնահատական է, քաղաքական տհասության մասին էր խոսում այն միտքը, թե համեմատականներ տանելով գուցե 18 թվականի ընթացքում դուրս եկած մարդկանց թվի հետ, թե ինչ բազմություն էր դուրս եկել փողոցներ եւ ընդ որում ոչ միայն Երևան քաղաքում, նա ասում էր, դե մենք էլ կարող ենք մարդ դուրս բերել փողոց, մեր համար է կարող են գոր գրալ, հենց այսպես էլ նա ասում էր, ես մեջբերում եմ իր երեկվա զավեշտալի մտքերից մի կտոր, Սամվել Կարապետյանին թված, իհարկե ոչ, հիմա կասեմ նաև ինչու, նախ փողոց դուրս գալ եւ գոռալը դեռ ցուցիչ չէ եւ դրա մեջ չէ հաջողելու գաղտնիքը։ Հաջողելու գաղտնիքը, եթե նա փորձում է գնալ 18 թվականի մոդելով կամ քաղաքացիական պայմանագրին սատարող քաղաքացիների մոդելով եթե գնում է, այստեղ ոչ թե հաջողել է գորգռալը դրսում, կոչեր, քաղաքական, հա, մեսիջներ ուղղելը, ոչ, հետևյալի մեջ է եղել հաջողելու գաղտնիքը, որովհետև այդ մարդիկ 100 հազարավոր մարդիկ օրինակ հրապարակ են դուրս եկել գաղափարի համար, դուրս չեն եկել պայմանական 10,000 դրամի համար, չնայած այս ընտրություններին, ինչպես տեսնում ենք, հղում եմ տալիս ձայնագրություններին, բավականին բարձրացել էին, այսպես ասած, խաղադրույքները, իրենց դեպքում խաղադրույք կարելի ասել, սա կեղտոտ խաղ էր, խոսքը գնում էր մինչև 3, 4, 500 հազար դրամների մասին, ընդ որում գլուխը, ինչպես նա նշեց, գլուխը, եւ Սամվել Կարապետյանը գլուխ ասացի հիշեցի, նա նաեւ սխալ է ընկալել վարչապետի ասած երագլուխ ուժերը, հա, կուսակցությունը, այս քաղաքական նաև ձևակերպումը հայտարարությունը սխալ է ընկալել, երբ նա ասում է, դե մենք երագլուխ չենք, մենք պարզվում է 500,000 եւ ավել գլուխներ ենք։ Խոսքը քաղաքական միավորների մասին էր եւ այս մարդը տանում է այդ ամեն ինչ պրոյեկտում է ժողովրդի վրա եւ ինչպես նորից մեկ այլ այդ հազարավոր ձայնագրությունը 100-ավոր լավ կներեք ձայնագրությունների մեջ ինչպես ասում են գլուխը 10,000 դրամ մի հատ այս կապը որ գծում ենք, հա, այսպես քարտեզագրում ենք, ստացվում է որ իրենց առաջնորդը, այսպես ասած, ով իր դղյակում նստած մոնումենտի
Այն ինչ ինքը մտածում է ժողովրդի մասին, իր այսպես ասած նազիր վեզիրները եւ մանգլավիկները ցայնագրություններում այդպես էլ խոսում են ժողովրդի մասին։ Եվ ես ցավում եմ, որ այո եղել են մարդիկ եւ այդ մարդիկ այո քիչ չեն, турք են տվել այն գրավիչ առաջարկներին, այն գումարային տեսքով, ես չեմ էլ պատկերացնում, թե այլ ինչ գրավիչ առաջարկներ են ստացել, որ սեփական արժանապատվությունը մի կողմ դնելով, երբ իրենց օրինակ խոշոր եղջերավոր կենթանու տեղ են դրել եւ գլուխը 10,000 դրամ են գնահատում Հայաստանի Հանրապետության քաղաքացու գինը, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում մենք ցույց կտանք այս ուժերին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գինը անգին է, այն գին չունի եւ հնարավոր չի լինի այլևս այս կեղտոտ գործիքներով գալ մտնել խցկվել ազգային ժողովում ծավալել եւս 5 տարի։ Այնուամենայնիվ վստահաբար կգտնվեն մարդիկ, ովքեր այդ հանրահավաքին կմասնակցեն, չեք տեսնում որոշակի լարվածության տանելու։ Գիտեք, հանրահավաքի մասնակցող մարդը, եթե հաշճեր այս ընտրությունների այնինչ գոնե առնվազն այս պահին ունենք, այն ինչ ունենք, արտացոլված պատկեր, արդյունքներ վերջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված թվեր։ Կան թվեր եւ եթե շատ ճիշտ կոչ հնչեցրեց վարչապետը բոլորովին վերջերս 2 օր առաջ ազգային ժողովի ամբիոնից բա ուր են այդ մարդիկ ովքեր պիտի ըմբոստանան ընդվզեն տեսել եք իսկապես տեսել եք երբևէ մի իրավիճակ ես այդ բանը երբ խոսում էր վարչապետը ասում էր տեսել եք որևէ ընդդիմադիր ուժ որ հաշ չլինի ընտրության արդյունքների հետ եւ դուրս չգա փողոց նույն Նիկոլ Փաշինյանը Երբևէ տեսել եք իր ընդդիմադիր եղած ժամանակ գործունեության ընթացքում քանի անգամ է դուրս եկել փողոց եւ վիճարկել է ընտրությունների արդյունքները գոնե այս պայն ես կարող եմ ասել երկուսը եւ որքան մարդ է դուրս եկել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ես ախր կան չէ այդ կադրերը դրանք չենք հորինում ուր են այդ մարդիկ ուր են իրենց ձայն տվող մարդիկ ասեմ ուր են, մի մասը հետ է վերադարձել այն երկրներ, որտեղից եկել էին, պետք է կոնսոլիդացնել, չէ, ինչպես նորից պետք է տոմսեր գնեն այդ մարդկանց համար, նորից պիտի ամբողջ Երևան քաղաքի հյուրանոցները, այսպես ասած, ռեզերվ անեն, որպեսզի այդ մարդիկ գան եւ ցույցի մասնակցեն, չի լինելու։ Հաշտ չլինող քաղաքացին այս ընտրությունների արդյունքների հետ առնվազն հիմա ողողել էր Երևան քաղաքի փողոցները։ Այսինքն լարվածության վտանգ չեք տեսնում այդ ընտրական։ Ուր է, չկա։ Դե ուժեղ առաջնորդի կոչին են սպասում։ Չկա նման կոչ, չէ։ Նման կոչ էլ չկա ըստ էության։ Ուր է այդ կոչը։ Այդ կոչը արդեն ասեմ ձեզ, այդ կոչը շատ ուշացած է, եթե նման կոչ պիտի լիներ դեռ 1 շաբաթ առաջ։ Հունիսի 7-ին է տեղի ունեցել ընտրությունները, այսօր եթե չեմ սխալվում, ամսի 19-ն է։ Ուր է այդ կոչը եւ ուր է կոնսոլիդացիան, ուր են դրսում անհաշտության կոչերը։ Դե հիմա օրինակ Թաթոյանը կմիանա Զուրաբյանը, Էդմոն Մարուկյանը։ Այս մարդիկ ըստ էության սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Մի կողմից ասում են, դե դա Նիկոլի Սահմանադրական դատարանն է, մենք հույս չունենք, մյուս կողմից էլ դիմել են Սահմանադրական դատարան, բա որ դա Նիկոլի Սահմանադրական դատարանն է, այսպես ասած, ինչու եք դիմել Սահմանադրական դատարան եւ ինչին եք սպասում։ Բնավ չի խանգարում եք իմասին, դուք ձեր գործողությունները կատարեք, իրականացրեք, դուրս եկեք, հանրահավաքներ արեք, գիտեք ինչի չեն անում, որտեվ մարդ չկա մարդ, իրենք շատ լավ հասկանում են, որ առնվազն այնտեղ հավաքվող իրենց համակիրներ, այո ունեն նաև համակիրներ, մենք չենք ասում, որ իրենց ընտրողը միայն գնացել եւ գումարով է ընտրել իրենց։ Կան այնպիսի մարդիկ, որ ոչ գործող իշխանությանն են, այսպես ասած, սատարում, համակրում, քաղաքական ճաշակները չեն համընկնում, ոչ մեկ այլ ուժերի եւ սատարում են Սամվել Կարապետյանի ուժին, բայց այդ մարդիկ հասկանում եք, քանի տոկոսն են կազմում այս բոլոր թվերի մեջ։ Եվ իրենք շատ լավ են գիտակցում այս ամենը եւ վստահաբար չեն գնում այդ քայլին։ Նորից եմ կրկնում, շատ ուշացած է, եթե այդպիսի քայլեր պլանավորում են։ Կարապետյանը նաև հայտարարեց, որ օտարերկրյա տարբեր դեսպաններին են դիմելու հանդիպումներ իրականացնեն, բացատրեն իրենց, որ Հայաստանը կորցնում։ Այս տեմպերով որ գնա Սամվել Կարապետյանը գուցեև իր եղբոր որդու հետ նաև կառավարության նիստ կգումարի իր առանձնատանը, նիստերին որոշումներ կկայացնեն իրենք, հա։
այլ կարծես մի հատ ինչ-որ ամպուլայի մեջ են մտել եւ չեն կարողանում ոչ մի կերպ հաշտվել եւ դուրս գալ։ Ընդ որում մեր այդ հարցազրույցում ասում էր ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Նորից կարծես նախընտրական դեռ փուլի մեջ է այս մարդը գտնվում։ 5 րոպե հետո ասում է ես հույս ունեմ, որ մենք կհաղթենք։ 10 րոպե հետո ասում է կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք։ Այս կներեք վախենամ որոշակի գուցե վարչական խնդիրներ ունի Սամվել Կարապետյանը, սա adekvatության բացակայության մասին է խոսում, քաղաքական adekvatության, որովհետև ընտրությունները ամփոփվել են, ավարտվել են եւ խոսել, գիտեք, առնվազն անարգանք է իր ընտրողի նկատմամբ, այսպես մոլորեցնել, ընտրություններն ավարտված են եւ ասել մենք հաղթելու ենք, չգիտեմ, շատ զավեշտալի իրավիճակում է հայտնվել Սամվել Կարապետյանը, խորհուրդ կտայի իր մերձավորներին իրեն հանգստացնեին, ասեն, որ ընտրությունները իսկապես ավարտված է եւ փոփոխություն չի լինելու։ Քանի որ իրավական փոփոխություններ են նախատեսվում ընտրակաշարք բաժանած ուժերին արգելելու սպասվող ընտրություններին մասնակցելու, հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր Արդարադատության նախարարություն, արդյոք վտանգ չկա, որ օրինակ այդ ուժերը այլ անձանց դեմքերով կմասնակցեն արդեն ընտրությունների, այսինքն Ուժեղ Հայաստանը օրինակ արգելվեց, մեկ այլ ուժի կֆինանսավորեն։ Ես վստահ եմ, հիմա կգամ նաև օրենքին, ես վստահ եմ, որ այնինչ ունենք, սա մեծ հետևության դաշտ է բացում, նաև այն բոլոր պատասխանատուների, այն բոլոր մարմինների իրավական, պետաիրավական մեր հանձնաժողովի համար, որտեղ հենց քննարկվում է, հա, օրենքը, եւ լավորից չէ, որ մենք այս օրենքը բերում ենք արտահերթ առաջիկայում, առաջիկա օրերի ընթացքում ենք արտահերթ նիստով այս առաջին ընթերցմամբ քննարկելու ենք այս նախագիծը եւ ինչ ենք բերում, նախ եկեք սկսենք այստեղից, ինչ ենք բերում այս օրենքը, նաև ցենզի մասով, հա, ովքեր կկարողանան գալ եւ քվեարկել ինչ ժամկետներում։ Նորից եմ գրկում, լավորից չէ, որ մենք երբեք մեր մտքով չեր անցնի, մտածել նման բովանդակային, հա, նման բովանդակային առումով նման օրենքի նախագիծ բերել, որովհետեւ այս օրերի ընթացքում իսկապես հանրային մեծ կարող եմ ասել, որ ձևավորվեց հանրային պահանջ հասարակության լայն շերտերի կողմից, որ ինչու պիտի կամ մենք ունենք հայտնի արդեն տեսանյութեր, որոնք լայն տարածում ունեցան, ինչպես էին, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները, գալով Զվարթնոց օդանավակայան, ասում էին եկել եմ ընտրեմ եւ գնամ, քանի որ այստեղ կարող է տատանումներ լինեն, իրավիճակը լարվի, ներքաղաքական զարգացումներ, զգայուն եւ վտանգավոր իրավիճակներ ստեղծվեն, ես ընտրեմ եւ հեռանամ երեխաներիս հետ երեկոյան 7-ին։ Եվ արդարացիորեն եւ տրամաբանորեն ես կիսում եմ այն բոլոր քաղաքացիների մտահոգությունը եւ զայրույթը բնական զայրույթը առայն, որ այն մարդիկ, որոնց կենսական շահերը այլ երկրներում են, այլ երկրներում նրանք ունեն ոչ միայն հա կենսական շահերը, եկեք մի հատ հասկանանք, օգտվում են տարբեր արտոնություններից, պետական, օրինակ նույն առողջապահական ծրագրերից, այդ երկրում տվյալ երկրում հարկեր են վճարում, ապրում են, ստեղծում են արժեք եւ ընդհանրապես գալ մի քանի ժամով Հայաստան, իրենց կամքը արտահայտել եւ գնալ։ Եվ թե հետո ինչ տեղի կունենա, այդ բոլոր հետևանքները կրելու է այստեղ ապրող, արարող քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է հետևանքները իր մաշկի վրա ամեն օր զգալու է։ Ընդ որում եւ լավ եւ վատ, ես չեմ խոսում միայն վատ կողմի մասին։ Երկու դեպքում էլ այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է զգալու իր մաշկի վրա։ Եվ իհարկե առաջինից մինչև երկրորդ ընթերցում նաեւ մենք տասնյակ առաջարկներ արդեն հասկանում եմ, որ կունենանք, որովհետև այո, շատ զգայուն թեմա է, շատ վիճելի կտորներ կան նախագծում, որոնք պիտի քննարկվեն, իհարկե ես տվյալ հանձնաժողովի անդամ չեմ, բայց սկսել եմ ուսումնասիրել այս գործընթացը, որտեղ մեզ բոլորիս են հարցեր հնչում հետևյալի շուրջ, ինչպես եք պատկերացնում այս մի կտորը, մյուս կտորը մեկը մյուսին արդյոք չի հակասում, մի շարք բացառություններ կարծում եմ, որ կլինեն, օրինակ 6 ամսվա ընթացքում, բայց այսինքն այն մարդիկ, ովքեր գնացել են այո, կրթվելու, որևէ առողջական խնդրով պայմանավորված եւ այլն կունենանք, վստահ եմ կունենանք մի շարք
բացառություններ արտացոլված նախագծում, բայց նորից եմ կրկնում, լավ օրից չէ, որ մենք այս նախագիծը բերում ենք, որտեղ նաև այո, մենք պիտի խոստովանենք, որ արդյունքների վրա նաև իհարկե ոչ զգալի, բայց իր հետևանքը ունեցել է, այնինչ հիմա մենք տեսնում ենք արտացոլված պատկերների առումով, դա եւս իր արդյունքը ունեցել է, հետևանք է ունեցել։ Իշխան Սաղաթելյանը նշում է, որ Իշխան Սաղաթելյանը փաստորեն ազգային ժողովից դուրս նաև խոսում է, որտեղ չկան վերջին 10-20 օրը։ իր հարցազրույցում նշել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է սահմանադրական հանրաքվեով, այսինքն սահմանափակում եք նախորոք, եւ առհասարակ սահմանադրական հանրաքվե ինչպես եք պատկերացնում առանց սահմանադրական մեծամասնության ազգային ժողովում։ Այս պայն իհարկե մենք չունենք որոշում, սա կարելի ասել խմորման փուլում է այս հարցը, քննարկումները շարունակվում են, շարունակական են եւ վստահ եմ, որ լավագույն լուծումն է լինելու, որը կարելի ասել լինելու է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար լինելու է լավագույն որոշումը, որը եւ բարենպաստ միջավայր է ստեղծելու, նաեւ քաղաքացու հասկանում եք, չէ՞, որ այստեղ քաղաքացու ձայնն է ոչ որ քաղաքացին պիտի որոշում կայացնի եւ պիտի քվեարկի այն համանadrությանը, որի հետ պիտի ապրի, որի ներքո պիտի ապրի, որովհետեւ ես վստահ կարող եմ ասել, որ այն համանadrությունը, որը մենք ունեցել ենք, հայ ժողովուրդը, ինչպես այլ ընտրություններում, օրինակ այլ թիմ կլինի, համապետական ընտրություն կլինի, երբեք չի մտածել, որ իր ձայնը ոչռորոշ է։ Մեծ հաշվով չի գնացել ընտրության։ Ընդ որում այս ընտրությունները նաև մի բանի մասին էին, համապետական եւ բարձր մասնակցությունը, շատ տեսանյութեր եմ լսել, երբ քաղաքացիները տեսանյութեր էին պատրաստում եւ հրապարակում սոցիալական ցանցում, ասում էին սա իմ առաջին ընտրությունն է, նայում ես հասուն չափած քաղաքացի է, 30 եւ ավել տարեկան հասակ ունեցող քաղաքացի է եւ տեսանյութ պատրաստելով հայտնում է, որ գիտեք, ես առաջին անգամ եմ գնում ընտրություններին, որովհետեւ գիտակցում եմ եւ տեսնում եմ, ես հավատում եմ, որ իմ ձայնը կարեւոր է, արդեն իմ ձայնը չի կեղծվում ինչպես առաջ։ Սա եւս ով է ներմուծել մեր իրականություն, գործող իշխանությունը։ Նույնիսկ եթե քաղաքացին գնում է եւ ձայնը չի տալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մենք էլի լավ բան ենք արել, որովհետեւ այդ քաղաքացին արդեն գիտի, որ իր ձայնը հասցեագրվում է համապատասխան ուղղությամբ, համապատասխան ասելով այն ուղղությամբ, որտեղ նա հասցեագրում է իր ձայնը։ Սա էլ այսպես ասած, ես սա կարելի ասել լրջագույն ռեֆորմ եմ համարում։ Սա լրջագույն, կարող եմ նույնիսկ հավասարեցնել, մի բան էլ առավել դասել, օրինակ մեր առողջապահության, ապահովագրության ռեֆորմից այդ տասնապատիկ անգամ կարող եմ կարևոր ռեֆորմ համարել, որովհետև մենք իշխանության եկել ենք, մեծ հաշվով ընտրությունները չկեղծելու համար, եկել ենք ասելու, որ մենք եկել ենք, որ այլևս ընտրությունները չկեղծվեն։ Եվ այս բոլոր քաղաքացիները եւ բարձր մասնակցությունը նաեւ սրա մասին են, որ մենք այս խոստումը եւս կատարել ենք։ Քաղաքացիական պայմանագրում, որտեղ հասան նոր սահմանադրության տեքստի շուրջ քննարկումները, պետք է արդեն հրապարակված լիներ նախագիծը, բայց չկա։ Իմ ունեցած տեղեկատվության համաձայն առնվազն, որին ես տիրապետում եմ, տեքստը կարելի ասել պատրաստ է, բայց քննարկումները այնուամենայնիվ շարունակվում են, գուցեև փոփոխություններ կլինեն տեքստում, չեմ կարող ասել վստահ, բայց մեծ հաշվով կարելի ասել այս մասով կա կոնսենսուս։ Այսքանը շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։